Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Իսկ լավագույն փորձը, որ ասում եք Եվրոպան ունի լավ փորձեր, որ կարողացել է այն որ ակնհայտորեն որպես տարածաշրջան, որպես տարածաշրջան, ես կարծում եմ, եթե ոչ մեկ չի վիճի, որ մեծ հաշվով Եվրոպան որպես տարածաշրջան ամենաժողովրդավարական տարածաշրջանն է, այսինքն գլոբալ առումով ամենաքիչ ընտրությունները կեղծվում են եվրոպական տարածքում, եվրոպական միջավայրում եւ իրենք աջակցել են եւ հաջողված փորձում են։ Եթե իրենք ստեղծել են ժողովրդավարությունը եւ պահել են ու շարունակում են պահել, դա ենթադրում է, որ իրենք ունեն որոշակի գիտելիքներ եւ մեխանիզմներ, որոնք որ հնարավորություն են տալիս ժողովրդավարությանը ինքն իրեն պաշտպանել։ Ես դες մեկ օրինակ բերեմ։ Տեսեք, մեկ օրինակ բերեմ, տեսեք, հա, օրինակ ժողովրդավարությունը երբ որ չկարողացավ իրեն պահպանել, ասենք Վայմարյան հանրապետությունը Գերմանիայում ինչ տեղի ունեցավ, դա արդյունքում օրինակ Հիտլերը եկավ իշխանության։ Սա այն է, երբ որ ժողովրդավարությունը իրեն չի կարողանում պաշտպանել, ինչեր կարող են օրինակ տեղի ունենալ։ Հետևաբար ժողովրդավարությունը ինքը Եվրոպայում էլ է սովորել, ինչպես պաշտպանել ժողովրդավարությունը։ Բայց ժողովրդավարության հետ կապված եվրոպացիները ասում են աչք Վրաստանում օրինակ ձեր իշխանության բոլոր այն վատ արարքների վրա, որի ժամանակ էլ նախին իշխանությունների ժամանակ աղմկում էին, ակցիաներ էին անում, իսկ ձեր դեպքում Եվրոպան կարծեք թե աչքերը փակ է, ակաժները փակ է, ոչ խոսում են, ոչ բարձրաձայնում են բռնությունների, կալանավորումների հետ Հա, տեսեք, երկու տարբեր կարծիք։ Դուք ասում եք, որ եվրոպացիները աչք են փակում, իսկ դուք ասեցիք, որ անգամ եվրոպական հասարակական կազմակերպություններ կամ Եվ այլն, տեսեք, հիմա արձագանքում են, թե չեն արձագանքում, սա մեկ, երկրորդը, ես կարծում եմ, որ արձագանքելու համար հիմք է պետք, երբ որ որևէ մարդ օրինակ, որևէ մարդու ապօրինի են ենթադրենք բանտարկում, բնականաբար շատ նորմալ է, որ արձագանքեն, իսկ որևէ մարդու երբ որ հիմնավոր են բանտարկում, բնականաբար ինչ արձագանք է այդ դեպքում, ուրեմն Իմ կարծիքով, դա իմ կարծիքն է, առավել քան հիմքեր եղել են, որովհետև երբ որ ես տեսնում եմ օրինակ հայտարարությունները եւ այլն, դրանք եւ դրանք համեմատում եմ մեր քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ, ես տեսնում եմ, որ ապօրինություն երևի թե կլիներ հակառակը։ Ժողովրդավարական է եկեղեցուց քաղաքացու բերանը փակելով ուժային կառույցի ներկայացուցիչները դուրս հանեն։ Ես կարծում եմ ժողովրդավարությունը այն իրավիճակն է, երբ որ օրինակ միտեղ 1000 հոգի հավաքվում են, օրինակ մեկը չի կարող գալ եւ իր կամքը պարտադրել 1000-ի։ Ավտորիտարիզմը, կներեք, ներողություն, ավտորիտարիզմը ձեր ասածն է։ Ավտորիտարիզմը սա է, երբ որ 1000 հոգի օրինակ պատարագի են մասնակցում, մեկը գալիս է եւ իր կամքը թելադրում է այդ 1000 հոգուն, խանգարում է պատարագը, խանգարում է մարդկանց եւ այլն։ Ժողովրդավարությունը ասում է, որ այդ ժամանակ պետքա այդ մարդուն ուղեկցես դուրս, ինչպես արվում է, որպեսզի մնացած 1000 հոգու, 2000 հոգու, 5000 հոգու շահերը պաշտպանվեն։ Ցանկացած պարագայում, երբ որ օրինակ հիմա մենք օրինակ ենթադրենք ունենք մարդիկ, որոնք որ ինչ որ հանցանքների համար դատապարտված են, ասենք օրինակ մարդ է սպանել։ Ինչի է դատապարտվել, որովհետև հանրության շահը ավելի կարևոր է, քան այդ մեկ անձի շահը։ Նույն բանն է, հանրության շահը։ Հիմա դուք կներեք, օրինակ կարող է որևէ մեկին հարմար լինի, կներեք էլի, իր բնական կարիքները օրինակ ճանապարհի մեջտեղում հոգի։ Հիմա պետությունը պետքա գործի այդ դեպքում, թե չէ, որ ինչն է կարևոր, մնացած 1 միլիոն մարդու հանրային շահը, թե այդ մեկի իր մտքով անցածը։ Պետությունը այդ դեպքում, կներեք, ոստիկանությունը այդ դեպքում գնում է այդ մարդուն, ասում որ դու ստես բան չես կարող անել, ուղեկցում այնտեղ որտեղ թե համար նախատեսված է, մի հատ տուգանում է, որովհետև չնայած այն հանգամանքին, եթե ձեր ասած մեջ կլիներ տրամաբանություն, եթե այդ պահին կներեք դուք ինձ խանգարում եք, որովհետև դուք այդ նախներ եք բերում, որոնք այդ դեպքի հետ առնչություն չունեն, օրինակ ինչի չի հեռացվում, երբ որ մեկ այլ քաղաքացի, ինչի չի հեռացում, երբ որ մեկ այլ քաղաքացի ասում է Կտրիչ Ներսիսյանը պետք է հեռանա, ինչի չի հեռացվում այդ քաղաքացին։ Ուրեմն ես բասնակցել եմ բազմաթիվ պատարակների,
հատկապես վերջին շրջանում 3 պատարագի բացակայել եմ, մնացած պատարագներին մասնակցել եմ եւ լսել եմ աղմուկ միայն ես հիմա կարևոր նաև բան կասեմ միայն կազմակերպված մարդկանց կողմից ավելին ասեմ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, խորանի կողքը սովորաբար մեր ընդդիմադիր շատ սիրելի լրագրողները գալիս են, իրենք շատ լավ գիտեն, թե երբ է լինելու աղմուկը։ Ուրեմն մի ինչ-որ պահից իրենք կանգնած են, ոչ մի բան չեն անում, հետո ինչ-որ պահի բոլորը հանում են իրենց ուրեմն հեռախոսների տեսախցիկները միացնում են, ու այդ արդեն գիտենք, էլի շուտով սկսելու է աղմուկը։ Եվ մոտավորապես 1 րոպե հետո մի աղմուկ, եւ երբ որ այդ թամաշան ավարտվում է, մեր լրագրողները անջատում են իրենց հեռախոսները մի մասը եւ հիմնականում պատարակը թողած գնում են Այդ ամեն ինչը տեսնում եք, իմ ասածը չտեսնեք, որ մարդեր կա, գոռում եք այդպես ներսիջանը պետք է կազմակերպված նրա համար է, որ ձեզ ցույց տան այս հիբրիդային հարձակումը դա է, այդ դրա համար է պետք բանա գիտելիքներ եւ այլն, որպեսզի մենք թույլ չտանք, որպեսզի որոշ լրատվամիջոցներ կարողանան ձեզ կտոր առանձին իրենց համար սարքած իրենց կողմից սարքած կտորները այնպես մատուցան, թե ձեզ թվա թե այդտեղ մի Թեման ինչն է, ոչ թե մեծ է, իսկ թեման ինչն է, որ տարածքում խոսքը դա է, չի տեսել, չի տեսել։ Պարոն Պապոյան, դուք ասացիք, որ այդ փորձը կարող է օգտակար լինել։ Հիմա այդ փորձի փոխանակման համար Հայաստանը օրինակ քննարկումներ կամ բանակցություններ ունի եվրոպական կողմի հետ։ Ես սկզբում ասացի, որ ես այդպիսի քննարկումների չեմ մասնակցում, հետևաբար չեմ կարող հաստատել կամ ներժել։ Բայց ես ասացի, որ այդպիսի որպես դիրքորոշում, որպես process ես նորմալ եմ համարում։ Եթե անգամ չկա, նորմալ կհամարեմ, որ լինի, եթե կա, էլի նորմալ է։ Իսկ դա չի լինի օրինակ միջամտություն Հայաստանի ներքին։ Մայլ Եմեն միջամտություն։ Ոչ, որովհետև տեսեք, նախ ինչ նկատի ունեք միջամտություն ասելու։ Եթե մոտավորապես այսպես է իրավիճակը, եթե ինչ որ մեկը եկել է ձեզ ծեծի ու դուք ոստիկանություն եք դիմում ու ասում եք այս մարդը ասենք ահաբեկիչ է ուզում է ինձ տանի կամ ծեծի այդ դեպքում դա եթե դուք համարում եք որ դա ձեր ներքին ընտանեկան կյանքին միջամտություն է միգուցե ես կարծում եմ որ դա եթե դա միջամտություն է այո ես այդ միջամտությունը հաստատում եմ եթե միջամտություն չէ եթե մենք Եվրամիության մասին ենք Ես ասում եմ, լավ, մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Մեր ներքին կառույցների մեկ ուրիշ օրինակ բերեմ։ Դուք բնակարան եք գնել, տեղափոխվել եք եւ ձեր վերևի եւ ներքևի հարևանը շաբաթը 7 օր, 24 ժամ աղմկում է եւ չի թողնում ձեզ այլ երկրի դուք օրինակ իրավունք ունեք, ենթադրենք հայցելու որևէ պետական իրավական մարմնի աջակցություն, որպեսզի թողի դուք քննեք։ Պետական մարմնի այո, բայց այստեղ Եվրամիության մասն է ես հարցնում եմ։ Սա ես համարում եմ, որ եթե որպես խորհրդատվություն, որպես աջակցություն, դա մի այսինքն պետք է խնդիրը նայել այսպես։ Եթե մի կողմ նժարի վրա հետևյալն է, երկրի ինքնիշխանությունը կորցնելը, երկրում ուրեմն ուժային եղանակով բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելը եւ ձեր ասածը այո ակնհայտորեն ես կնախադեմ դա որպեսզի բռնի կերպով ժողովրդի ձեռքից իշխանությունը որևէ մեկին չհաջողվի Դուք չեք բռնության իշխանություն վերցնում պարոն Պապոյան Այն ուժերը, որոնք որ կփորձեն այդպիսի բան անեն, բնականաբար ժողովրդավարությունը իրեն պետք է պաշտպանի եւ համապատասխան գիտելիքներ, մեթոդներ եւ ֆինանսավորում դրա համար եւ գործիքակազմ պետք է ունենա։ Օրինակ Վրաստանում, պարոն Պապոյան, Վրաստանում Եվրամիությունը Դա ձեր մոտեցումն է, Չի կարող լինի, հարցնում եմ, պարոն Ինչ առումով Տեսականորեն բոլոր տեղերից չեմ բացառում։ Ինձ համար կարևորը հետևյալն է, որ մեր ինքնիշխանություն ժողովրդավարությունը որևէ արտաքին ուժից չվնասվի։ Այսինքն այստեղ իմ համար էական չի, իսկ ցանկացած արտաքին ուժ, որը կուզենա մեր երկրում ժողովրդավարությունը եւ ժողովրդի ձեռքից իշխանությունը խլել, ինչ տարբերություն իմ համար ինքը որտեղից է։ Իմ համար մեկ է
Հիմա Եվրամիությունը ոչ մի ձև չի հարմարվում Վրաստանի գործող իշխանությունների ընտրությամբ եւ գիտենք նաեւ Ես չեմ ուզում մտնել մատի եւ մատանու արանքը։ Ես ինչ գործ ունեմ Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների հետ։ Որը ես ասում եմ Վրաստանի իշխանությունների հետ ակտիվ աշխատում ես մատի եւ մատանու արանքը բացարձակ չեմ ուզում մտնել Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունները թող են Եվրամիության եւ Վրաստանի ժողովուրդի։ Ադրբեջանական նավթամթերքի Հայաստան ներդրման օրակարգից բանակցությունների շնորհիչներ կան։ Այն ինչ որ հաստատել եմ ես Ադրբեջանը, Էսպանիան ավել բան չէ, եթե լինի առաստային գաղտնիք չեմ կարող ասել։ Այսինքն ընկերությունը ապրանք է ներկայացնում եւ դա Ես դա իրանցից հարցրեք բոլոր ընկերություններին, թող իրանք հաստատեն կամ չէ։ Ես դիմավորել եք որ ընկերություններ բերել դրա մասին մենք պարզաբանել ենք Բաղրամյանի ավերաղաց, բայց շարունակվում է, ճանապարհին կա։ Երկրորդը եկել է, դե գիտեք դրա մասին, ճանապարհին հիմա նոր խմբականակներ։ Կգա ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին դրանից ավել չեմ կարող ասել։ Երբ որ գա դրա մասին, այո, կգնամ կդիմավորեմ։ Նավթամթերքը Ծորենից բացի Հայաստան-Ադրբեջանով ինչ է ներդրվել կա։ Հայաստան-Ադրբեջանով Ադրբեջանի տարածքով։ Հա, երկաթուղով իմ տեղեկությունները միայն ծորեն։ Իսկ բանակցություններ բացի նավթամթերքից ուրիշ ինչ-որ ապրանք տեսակ։ Իմջանոց քննարկել ենք, դա հնարավորությունը կա, բաց է, բայց բանը ավելի Էսպանիան ավելի արդյունավետ է համարվում ցամաքային արտահանումը։ Այնտեղ նկատի ունենք այդ ավելի անվտանգ է ապակե շշերի տեղափոխման համար, ու բիզնեսը համարում է որ կոնյակի արտահանման համար շշալցված տարբերակը ավելի ցամաքային Վրաստանով ավելի այս պահին գոնե ավելի նպատակարար է, բայց այդ հարցը քննարկվել։ Պարոն Պապյան, Եվրամիության անդամակցության հայտ այսպես ասած, որտեղ կարծես թե եվրոպացիք շտապում են, որ այդ հայտը ներկայացվի, ինչ մտադրություն կար եւ ինչպես գիտենք նորից օրենքը ասել է, որ անհամատեղել է ԵԱՏՄ եւ Եվրամիություն այս մասով ինչ կա, այսինքն անդամակցության հայտ Հայաստանը պատրաստում է որ պետք է ներկայացնի, թե դեռ այդ օրենսդրությունը Ես կարծում եմ ձեր հարցը ադենային պետք է ուղղակի ինձ ես հաստատ չեմ զգում։ Երեք Նարեկ Կարապետյանը ձեզ էր արձագանքել նաև թիվս մյուս Դե ես արձագանքել եմ, ես կարծում եմ որ բավարար արձագանքել եմ, շատ բավարար եւ իհարկե հասկանում եմ մեր լրատվամիջոցների կողմնակալ մոտեցումը, երբ որ Նարեկ Կարապետյանի ուրեմն հոլովակը դուք ձեր էջերում դնում եք, ձեր կայքերի, բայց Գևորգ Պապոյանի պատասխանը երբեք չեք դնում։ Ես հիմա ուղիղ ասում եմ։ Դա ձեր ընտրությունն է, ես արդեն բավարար չափով անդրադարձել եմ դրան եւ եթե ես հպարտ եմ իմ տեսակցությամբ, ես հպարտ եմ, որ ծնվել եմ մի ընտանիքում, դասախոսի եւ ուսուցչի ընտանիքում եւ այո, լավ եմ սովորել, ես քիչ առաջ էլ ասացի, 5-երով եմ սովորել, այդ թվում ինձ 5 նշանակողներից մեկն էլ պարոն Ավետիսյանն է, ուրեմն կներեք շարունակեմ, ես լավ եմ սովորել եւ դրա հետևանքով աշխատել եմ ուրեմն տարբեր զուգահեռ ամբողջ կյանքում եւ դասախոսական աշխատանքով մասնավոր պետական, այո, սկսել եմ ներքևից, մարքեթինգի մասնագետ, բաժնի պետ, փոխտնօրեն, հետո падգամավոր, հետո մշտական հանձնաժողովի նախագահ եւ նախարար եւ այո, այնպես չի եղել, որ ծնվել եմ մեծացել եմ, ծնվել եմ, հաց եմ կերել, հետո էլի եմ հաց կերել, կներեք, ասեմ, ես եւ ի տարբերություն ձեր նշած անձի, պարզապես չեմ ծնվել, հաց չեմ կերել, էլի հաց չեմ կերել ու միանգամից գործարանի տնօրեն չեմ դարձել։ Հիմա էդ այդ մարդու բախտն է, որից ոչ մեկս չունի իմիջայլոց։ Քպականների մեջ կան անձիկ, որոնք այս ագրությունը սկսում է 2018-ից։ 4-րդ կարգի ցորենի հացը վերջապես կերած թե չի։ 4-րդ կարգի ցորենը չի եղել է 3-րդ կարգի ցորեն, բոլորս այդ հարցը կերել ենք։
այդ 2000 տոննա ցորենը, սիրելի հայրենակիցներ, դա մեր մեկ օրվա եւ մի քանի ժամվա սպառումն է, ամբողջ Հայաստանի բնակչությունը այդ հացը կերել ենք, վերջացրել ենք, այդ ինչ որ մի օրվա ձեր կերած լավաշը կամ բուխանկան Նարեկ ջան, այդ հացից է եղել։ Այնպես որ ես էլ եմ կերել, դու էլ ես։ Պարոն Պապոյան, դուք հիմա ասում եք հաց եք կերել մեծացել։ Քանակի է, պարոն Պապոյան, թե ավելի այս նոր խմբականակը որ գալիս է, էլի նույն երրորդ կարգն է եւ նույն քանակի։ Երրորդ կամ երկրորդ։ Նույն քանակի էլի 2000 տոննա։ Ավելի շատ, ավելի շատ։ Իսկ Բան